Պարոն Գորգոյան, ես ձեզ սենյակում ասել եմ, որ ինչ-որ ասել եմ, լրիվ չեմ ասի բնականաբար, բայց մասնավորապես ասել եմ, որ ես միշտ գնահատել եմ ձեզ, ես հարգել եմ ձեզ, կներեք, որպես իդի շատ փոքրի տղաների տարիքի, նաև ես սիրել եմ ձեզ որպես երիտասարդ բախտ, երիտասարդ քաղաքական գործիչ, բայց ձեր խոսքը, եւ որ դուք ելույթ եք ունենում, այսպես կանգնած ելույթ եք ունենում, չէ՞, եթե այնտեղից մի հատ բան գցենք լույս, որ տնանք ստվեր կա թե չէ, ստվեր չի առաջանա, ձեր գեղեցիկ խոսքը դատար կա արդյունքում, դուք բառերի կույտ եք հավաքում իրար գլխի եւ միտք եք արտահայտում, հիմա դուք արդյոք դուք չգիտեք, որ ավտորիտարիզմը եւ բռնապետությունը տարբեր բաներ են, ավտորիտարիզմը մի մակարդակ ցածր է բռնապետությունից եւ այս պահին իմ ստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործել եւ փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը որ կայանում է չդառնա բռնապետություն։ Իհարկե, դեր օրինակը շատ ճիշտ է կապված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետ իշխանության հետ, շատ ճիշտ է, բայց եթե ես եմ արել ձեր հետ միասին, պարոն վարչապետի հետ միասին, ես եմ արել, ուրեմն մի ծախեք իմ վրա իմ արածը, ես եմ դա բերել նաև, և ավտորիտարիզմը նորից եմ ասում, դա դեր բռնապետություն չի, եթե վարչապետը կանգնում ասում է, ուղիղ եթերով, ելույթ անում հմեկի ուղիղ եթերով և հայտարարում, որ ինքն է ԲԴԽ-ի նախագահին ասել, որ բանանի, հրաժարական տա, ավտորիտարիզմը որն է, ավտորիտարիզմը վատ բան է, ես մի անգամ էլ նախաձեռնողի նիստի ժամանակ ասացի, պարոն Գաբրելյան, ասացի, պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, նա թողեք տնան կարում ենք մենք քայլեմ, թե չէ, այդեն սախից խեղդել է հիմա ինքը, գրկել խեղդել է դառնա ավտորիտար ղեկավար, դա վատ է, թող իմ խոսքի արդյունքում դուք, որովհետև դուք ուժեղ երիտասարդներ եք, իմ խոսքի արդյունքում դուք հակադրվեք ինձ եւ այս շղթաներից ազատվեք, որ ինքն էլ ուժեղ լինի։ Մենք եք իրան թույլատրել, մեր բանով եւ շատ ենք թույլատրել։ Եվ երեկվա իր ելույթը ստեղից դրա պատվիսն է։